Ողջույն։ Այսօր մենք խորանալու ենք մի նյութի մեջ, որ այնքան սովորական է, որ հաճախ ուշադրություն էլ չենք դարձնում։ Թաքնված է խոհանոցի պահարանում։ Հենց այդպես։ Բայց դրա շուրջ պատմությունները, միֆերն ու իրականությունը զարմանալիորեն բարդ են։ Խոսքը սննդի սոդայի մասին է։ Այո։ Դուք մեզ ուղարկել եք աղտյուրների մի ամբողջ տրցակ, բժշկական նախազգուշացումներից մինչև դրա պատմական ծագումը։ Ու մեր նպատակն է հասկանալ որտեղ է այն մեր ընկերը եւ որտեղ կարող է դառնալ լուրջ վտանգ։ Ճիշտ է։ Պարզել թե ինչ է իրականում իրենից ներկայացնում այս սպիտակ փոշին։ Այո, եւ սա շատ հետաքրքիր է լինելու։ Մենք կբացահայտենք, թե ինչպես է սովորական սոդան դարձել մի կողմից ժողովրդական բժշկության աստղ, մյուս կողմից էլ գաստրոենտերոլոգների գլխացավանք։ Հենց դա։ Կհակադրենք համացանցային միֆերը գիտական փաստերի հետ եւ կհասկանանք, թե ինչու է այսքան վիճահարույց դարձել։ Շատ լավ, եկեք սկսենք ամենահիմքից։ Երբ ասում ենք սոդա, մեծ մասամբ նկատի ունենք այն նարնջագույն տուփով փոշին, բայց դա ամբողջ պատմությունը չէ։ Այո, աղբյուրները նշում են, որ կան մի քանի տեսակներ, որոնք շատ կարևոր է չշփոթել իրար հետ։ Դրանք 3-ն են։ 3։ Այո, առաջինը սննդի սոդան է, այն, որի մասին հիմնականում խոսելու ենք։ Քիմիապես նատրիումի հիդրոկարբոնատ։ Այն թույլ ալկալի է։ Այսինքն թթվի հակառակը։ Պարզ ասած այո։ Երկրորդը կալցինացված սոդան է կամ լվացքի սոդան։ Այն շատ ավելի ուժեղ է։ Դա արդեն սննդի մեջ չի կարելի օգտագործել։ Ոչ մի դեպքում։ Եվ երրորդը ամենաագրեսիվը կաուստիկ սոդան է։ Դա արդեն վտանգավոր հիմիական նյութ է, որով խցանումներ են բացում, ու դրան ձեռք տալն անգամ վտանգավոր է։ Սպասեք, իսկ որտեղից է ընդհանրապես առաջացել սննդի սոդան։ Ես միշտ մտածել եմ, որ դա ինչ-որ գործարանում են ստեղծում։ Դա շատերի համար է անակնկալ։ Այո, սոդան բնական հանածո է։ Իսկապես։ Պատկերացրու հսկայական իսկ հսկայական սոդայի լճեր, օրինակ Քենիայում, որտեղ ջրի մեջ դրա խտությունն այնքան բարձր է, որ այն պարզապես նստում է ափերին։ Ձյան նման։ Սպիտակ ձյան տեսքով, այո։ Այն նաև բառացիորեն փորում են հողի տակից, ինչպես ածուխը հնագույն շերտերից, որոնք մնացել են միլիոնավոր տարիներ առաջ չորացած ծովերից։ Անհավանական է։ Այսինքն մեր խոհանոցի փոշին կարող է միլիոնավոր տարիների պատմություն ունենալ։ Սա մեզ տանում է դեպի պատմություն։ Աղբյուրներից մեկը մեզ տեղափոխում է Հին Եգիպտոս։ Այո, պատմությունը հազարամյակների վաղեմություն ունի։ Հին եգիպտացիներն օգտագործում էին թրոնա կոչվող բնական սոդան։ Թրոնը։ Հենց բնական սոդան էր։ Դա նրանց համար ունիվերսալ միջոց էր եւ օճառ եւ մաքրող նյութ։ Բայց ամենազարմանալին է մումիֆիկացիանն էր, չէ՞։ Հենց դա։ Նրանք հասկացել էին, որ սոդան հիանալի ախտահանում եւ ջրազրկում է։ Դրանով էին մշակում մարմինները, որպեսզի կանխեն քայքայումը։ Լավ, բայց եթե այն բնական էր, ինչու առաջացավ արհեստականորեն ստանալու կարիք։ Պատճառը գինն էր։ Բնական սոդան արդյունահանելը շատ թանկ էր։ Ու այստեղ 18-րդ դարի վերջին բեմ է դուրս գալիս ֆրանսիացի քիմիկոս Նիկոլա Լեբլանը։ Նա մշակեց առաջին արդյունաբերական մեթոդը։ Այո, օգտագործվելով սովորական աղ, ծծմբական թթո, ածուխ ու կրաքար։ Դա մեծ առաջընթաց էր, բայց բավականին կեղտոտ գործընթաց էր։ Եվ այստեղ է, որ տեղի է ունենում իսկական հեղափոխությունը։ 1861 թվական բելգիացի քիմիկոս Էրնեստ Սոլվեն։ Նա մշակում է նոր, շատ ավելի մաքուր եւ արդյունավետ ամոնիակային եղանակը, որը մինչ օրս օգտագործվում է։ Եվ սա ոչ թե պարզապես քիմիական բարելավում էր, այլ կարելի է ասել սոցիալական հեղափոխություն։ Սոլվեի մեթոդը սոդայի գին այնքան իջեցրեց, որ այն հասանելի դարձավ բոլորին։ Ճիշտ այդպես։ Սա նշանակում էր, որ հիգիենան եւ տնային թխվածքները դադարեցին շքեղություն լինելուց։ Այս պարզ փոշին կարելի ասել ժողովրդավարացրեց մաքրությունը։ Ահա այսպես էժան եւ հասանելի սոդան մտավ բոլորի տները։ Եվ ինչպես երևում է, ոչ միայն խոհանոց, այլև տնային դեղատուփ։ Ցավոք, այո։ Եկեք անդրադառնանք ամենավիճահարույց թեմային՝ սոդայի օգտագործմանը բժշկական նպատակներով։ Համացանցը լիքն է խորհուրդներով սոդայով ջուր խմել այրոցի դեմ, օրգանիզմի ալկալիզացման եւ նույնիսկ քաղցկեղի բուժման համար։ Այո, եւ ահա թե որտեղ է թաքնված գլխավոր վտանգը։ Ձեր տրամադրած աղբյուրներից մեկում գաստրոենտերոլոգ Մարիա Լոպատինան հստակ նախազգուշացնում է. Սոդան իսկապես կարող է կարճ ժամանակով, մոտ 20 րոպե։ Այո, մոտ 20 րոպե թեթևացնել այրոցը, որովհետև լինելով ալկալի, այն պարզապես չեզոքացնում է ստամոքսի թթուն, բայց դրանով լավ նորությունները վերջանում են։ Այսինքն դա կարճաժամկետ լուծում է, որն իրականում խորացնում է խնդիրը։ Ճիշտ այդպես։ Պատկերացրու փոքրիկ քիմիական պայթյուն քո ստամոքսում։ Լավ է հնչում։ Երբ սոդան հանդիպում է ստամոքսի թթվին, սկսվում է բուռն ռեակցիա,
անջատելով հսկայական քանակությամբ գազ։ Նույն ածխաթթու գազը, որը գազավորված ըմպելիքների մեջ է։ Իսկ դա ինչ հետևանքներ ունի։ Երևի պարզապես փքվածություն։ Դրանից շատ ավելի վատ։ Այդ գազի ճնշումը ստիպում է ստամոքսի թթվային պարունակությանը հետ շպրտվել դեպի կերակրափող։ Ինչն էլ ավելի է վնասում լորզաթաղանթը։ Այո, բայց ամենավատը դեռ առջևում է։ Օրգանիզմը զգում է, որ թթվայնությունը կտրուկ նվազել է եւ ի պատասխան ակտիվացնում է պաշտպանական մեխանիզմ։ Սկսում է ավելի շատ թթու արտադրել։ Ու ոչ թե պարզապես շատ, այլ ավելի մեծ չափաբաժին։ Սա կոչվում է թթվային անդրադարձ։ Արդյունքում մոտ 20 րոպե անց այրոցը վերադառնում է նոր կրկնակի ուժով։ Ձեր աղբյուրներում նշվում են նաև այլ ավելի սարսափելի ռիսկեր։ Այո, եւ դրանք անտեսել չի կարելի։ Օրինակ, եթե մարդ ունի ստամոքսի խոց, գազի պատճառով ստամոքսի պատերից ձգումը կարող է հանգեցնել խոցի պատրվելուն։ Ստամոքսի թափածակման։ Այո, բժշկական գրականության մեջ նույնիսկ նկարագրված են ստամոքսի պատրման եզակի դեպքեր մեծ քանակությամբ սոդա ընդունելուց հետո։ Անհավանական է։ Բացի այդ, սոդայում պարունակվող նատրիումը կարող է առաջացնել այտուցներ, ինչը հատկապես վտանգավոր է երիկամային կամ սրտային խնդիրներ ունեցողների եւ հղիների համար։ Նաեւ բարձրացնում է արյան ճնշումը։ Իսկ ինչ վերաբերվում է քաղցկեղի բուժման մասին պնդումներին, սա թերևս ամենասարսափելի միֆն է։ Սա ոչ թե միֆ է, այլ մահացու վտանգավոր մոլորություն։ Ձեր տրամադրած բոլոր աղբյուրները միանշանակ եւ կտրուկ պնդում են սոդայի քաղցկեղի բուժման արդյունավետության վերաբերյալ Որևէ։ Կրկնում եմ, որևէ գիտականապացույց գոյություն չունի։ Դա պարզապես չկա։ Նման բուժման փորձերը կարող են հանգեցնել ամենաթանկ բանի ժամանակի կորստի։ Երբ մարդը իրական բուժման փոխարեն զբաղվում է ինքնախաբեցությամբ։ Հաջող ճակատագրական հետևանքներով։ Լավ, մենք բավականին վախեցրինք բոլորին, բայց չէ՞ որ կան դեպքեր, երբ սոդան հերոս է, ոչ թե չարագործ։ Եկեք խոսենք այն դեպքերից, երբ այն իսկապես մեր ընկերն է։ Անշուշտ, եւ այդպիսի դեպքերը շատ են, առաջին հերթին իհարկե խոհարարությունը։ Որպես փխրեցուցիչ։ Այո, անփոխարինելի է։ Թթու բաղադրիչների հետ, օրինակ կեֆիրի կամ կիտրոնի հյութի, ռեակցիայի մեջ մտնելով այն արտազատում է ածխաթթու գազի փխպջակներ։ Հենց այդ փխպջակներն էլ խմորը դարձնում են փափուկ ու օդային։ Ճիշտ այդպես։ Եվ իհարկե մաքրությունը։ Աղբյուրները բազմաթիվ օրինակներ են բերում, որոնք իսկապես տպավորիչ են։ Ինչպես է դա աշխատում։ Սոդան ունի երկու հիանալի հատկություն։ Առաջինը այն մեղմ հղկող է, այսինքն կարող է մաքրել մակերեսները առանց դրանք քերծելու։ Ի տարբերություն կոշտ փոշիների։ Այո, եւ երկրորդը հոտերը կլանելու ունակությունն է։ Այո, սառնարանում բաց տուփով սոդա դնելու հնարքը շատերին է ծանոթ։ Իսկ ինչպես է այն վերացնում հոտերը։ Պարզապես քողարկում է դրանք։ Ները կարծես մագնիսի պես ձգում եւ կապում են իրենց հոտերի մոլեկուլները, պարզապես չեզուկացնելով դրանք։ Այսինքն վերացնում է հոտի պատճառը։ Հենց այդպես։ Այդ պատճառով այն հիանալի է մաքրում միկրոալիքային վառարանը, սալօջախը, նույնիսկ սուրճից ու թեյից մգացած բաժակները։ Աղբյուրները նաև առաջարկում են այն օգտագործել որպես լվացքի միջոցի ուժեղացուցիչ։ Ճիշտ է։ Կես բաժակ սոդան ավելացված լվացքի փոշուն փափկեցնում է կոշտ ջուրը։ Դա թույլ է տալիս լվացքի փոշուն ավելի լավ աշխատել։ Եվ ուժեղացնում է սպիտակեցնող ազդեցությունը։ Այո, բայց ձեր աղբյուրներում ամենաանսպասելի կիրառությունը թերևս կատվի մեզի սուր հոտը վերացնելու բաղադրատոմսն է։ Օ, դա իսկապես գտածո է կատվատերերի համար։ Այնտեղ առաջարկվում է ախտահարված տեղը չորացնել, ծածկել սոդայով, իսկ հետո ցողել ջրածնի պերոքսիդի, ջրի եւ մի փոքր հեղուկ օճառի խառնուրդով։ Եվ սա աշխատում է։ Այս ռեակցիան քայքայում է հենց միզաթթվի բյուրեղները, որոնք հոտի հիմնական աղբյուրն են։ Արդյունքում հոտը ոչ թե պարզապես անհետանում է, այլ վերանում է ընդմիշտ։ Փաստորեն բոլոր կատվատերերի փրկությունը եղել է խոհանոցի պահարանում, ով կմտածեր։ Այո, ով կմտածեր։ Եվ սա դեռ ամենը չէ։ Դրա կիրառությունները դուրս են գալիս կենցաղի սահմաններից։ Աղբյուրները նշում են դրա դերը կրակմարիչների մեջ։ Այո, այն փոշիով կրակմարիչների հիմնական բաղադրիչն է։ Տաքանալի սոդան արագորեն արտազատում է ածխաթթու գազ, որը ծանր է օդից։ Ճիշտ է։ Եվ այն ինչպես ծանր ծածկոց իջնում է կրակի օջախի վրա, փակում թթվածնի հոսքը եւ պարզապես խեղդում կրակը։ Լավ, եկեք ամփոփենք։ Ինչ պետք է հիշեք այս ամենից։ Սննդի սոդան պարզ, բայց հզոր քիմիական նյութ է։ Այն կարող է լինել հիանալի, անվտանգ եւ էժան օգնական խոհանոցում եւ կենցաղում։ Երբ օգտագործվում է ճիշտ նպատակով։ Սակայն ներքին ընդունման հետ կապված միֆերը ոչ միայն անհիմն են, այլև կարող են լուրջ, երբեմն անդառնալի վնաս հասցնել ձեր առողջությանը։
Այսինքն, հիմնական ուղերձը պարզ է, եթե ունեք առողջական խնդիր, օրինակ այրոց, դիմեք բժշկի։ Այո, նա կգտնի պատճառը եւ կնշանակի ժամանակակից անվտանգ դեղամիջոցներ։ Ձեր խնդրի լուծումը բժշկի գրասենյակում է, ոչ թե խոհանոցի պահարանում։ Եվ վերջում, մտածելու տեղիք տվող մի հարց։ Մեր այսօրվա քննարկումը ցույց տվեց, թե ինչպես մի պարզ ու մատչելի նյութ կարող է դառնալ վտանգավոր առողջապահական միֆերի առարկա։ Ինչ այլ սովորական կենցաղային իրեր ենք մենք հնարավոր է սխալ օգտագործում, հիմնվելով համացանցում տարածված չստուգված լայֆհաքերի վրա։ Եվ ինչ է դա խոսում գիտական գիտելիքի եւ ժողովրդական պատկերացումների միջև մեր հարաբերությունների մասին։ Հատկապես այս թվային դարաշրջանում։